Նյարդավիրաբույժները 2009 թվականից ի վեր գլխուղեղի քաղցկեղի դեմ կիրառում են լազերային բուժում, սակայն արդի տեխնոլոգիաների միջոցով այժմ հնարավոր է քիմիաթերապևտիկ դեղամիջոցներ ներմուծել անմիջապես ուղեղի մեջ։ Դա հնարավոր է արյունաուղեղային պաշտպանիչ պատնեշը հաղթահարելու միջոցով, որը կանխում է արյան որոշ նյութերի, այդ թվում դեղամիջոցների ներհոսքը դեպի ուղեղ։ Քեթի Սմիթը տառապում է ձվարանների քաղցկեղից, որը տարածվելով դեպի ուղեղը առաջացրել է գլիոբլաստոմա կոչվող ուռուցք։ Ինձ մոտ 3 ուռուցք էին հայտնաբերել, խիստ ընկճված էի։ Նա բուժվել է լազերային եղանակով, որի ժամանակ բժիշկները փոքրիկ ձող են անցկացնում դեպի ուղեղը անմիջապես ուռուցքի մեջ և ներսից այրում ուռուցքը։ Վաշինգտոնի համալսարանի նյարդավիրաբուժության պրոֆեսոր Էրիկ Լյութարդի խոսքերով բուժական գործողության ընթացքում անսպասելի ազդեցություն է արձանագրվել արյունաուղեղային պատնեշի վրա։ Լազերային բուժումից 4 շաբաթ անց արյունահեղեղային պատնեշը խաթարվում է, այսինքն ուռուցքը վերանալուց բացի ըստ էության հնարավորություն է բացվում տարբեր դեղամիջոցներ և քիմիական նյութեր հասցնել ուղեղ, ինչը պատնեշի բնականոն վիճակում տեղի չի ունենում։ Քեթիի դեպքում դոքսոռուբիցին կոչվող փորձարարական հզոր դեղամիջոցը հաջողվել է հասցնել անմիջապես գլխուղեղ, հաղթահարելով այդ պատնեշը։ Ուշագրավ է, որ արյունահեղեղային պատնեշի խաթարումը երկկողմանի ազդեցության է հանգեցնում։ Նյութերը արյունից մուտք են գործում ուղեղ, բայց և ուղեղից մտնում են արյան շրջանառության մեջ, հասնելով նաև իմունային համակարգ։ Իմունային համակարգը ևս պայքարում է քաղցկեղի դեմ։ Բուժման այս մոտեցումը խաթարված պատնեշի պատճառով անվտանգ չէ ուղեղի համար, թեև Սմիթի դեպքում առայժմ դրական արդյունքներ են գրանցվել։ Գլիոբլաստոմա ուռուցքի ախտորոշումից հետո հիվանդները որպես կանոն 15 ամսից ավելի չեն ապրում։ Մինչդեռ Սմիթը բուժվում է 2009 թվականից։ Ինձ ասացին, որ իմ դեպքում կարող են նոր մեթոդ փորձարկել։ Ես ուրախությամբ համաձայնեցի մասնակցել հետազոտությանը և իրոք, արդյունքները հրաշալի են։ Սենթ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի նյարդավիրաբույժների խումբը հուսով է այս տարվա ընթացքում արդեն պաշտոնական զեկույց հրապարակել իրենց աշխատանքի վերաբերյալ։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։